վերջին 1-2 շաբաթների ընթացքում աշխարհում քննարկվում է Ռուսաստան Միացյալ Նահանգներ բանակցությունները ուկրաինական խնդրի վերաբերյալ ամերիկյան առաջարկ, որը ռուսները կարծեք թե գոնե առաջին այսպես գոհունակությամբ են ընդունում, ուկրաինացիները այդքան էլ գոհ չեն, եվրոպացիները համպես գժված են այդ առաջարկից եւ համարում են դա կապիտուլյացիա եւ ըստ էության ստիպում են, որպեսզի ուկրաինացիները չընդունեն եւ շարունակեն պատերազմը, հա։ Հիմա անհրաժեշտ է այս քննարկում, այս դետալները բացել, քննարկել, որովհետեւ այնինչ տեղի ունենում աշխարհում Ուկրաինայի հետ կապված չի կարող անդրադարձ չունենալ մեզ վրա, մեր խնդիրների վրա եւ մեր ռեգիոնի վրա։ Խնդրեմ, պարոն Դանիելյան, ինչ է տեղի ունենում, ինչու են եվրոպացիները համարում, որ ամերիկյան առաջարկը դա կապիտուլյացիա եւ իրենք էլ կարծեք թե հակընդդեմ 24 կետանոց առաջարկով են հանդես գալիս, որը ինչ հնարավորություն պիտի տա եվրոպացիներին։ Գլխավոր միտքը այն է, որ ում կապիտուլյացիան է, որտեղ երբ որ ասում են դա Ուկրաինայի կապիտուլյացիան է, իրականում դա Եվրոպայի կապիտուլյացիան է։ Ամենաառանցքային միտքը այն է, որ բանակցում են Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։ Ուրեմն վերջի 500 տարվա ընթացքում առաջի անգամ Եվրոպայում պատերազմ է տեղի ունենում եւ խաղաղության հարցը որոշում են Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։